Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Երևանում մեկնարկել է Երևանյան երկխոսություն 2025 միջազգային համաժողովը բացման խոսքով հանդես է եկել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Ֆորումի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման օրակարգն ընդունելի է մեզ համար եւ մենք պատրաստ ենք առաջ շարժվել, բայց մյուս կողմից մենք ուզում ենք հավաստիանալ, որ մենք եւ Ադրբեջանը նույն կերպ ենք ընկալում իրավիճակը։ Ուզում ենք հավաստիանալ, որ Ադրբեջանի մտադրությունը չէ իր տարածքում հակամարտային վիճակը փակել եւ արտահանել այն Հայաստանի տարածք, նշել է Փաշինյանը։ Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախում հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանների ու հուշահամալիրների համակարգված ոչնչացումը հասել է աննախադեպ մասշտաբների։ Ըստ հայկական Լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովի այս վանդալիզմը հատկապես ակտիվացել է հաղթանակի 80-ամյակի նախաշեմին, փաստելով պատմության միտումնավոր խեղաթյուրումը եւ հայ ազգի հերոսների ու մարշալների ադրբեջանական ծագման վերագրումը։ Ստույգ փաստ է արձանագրվել Մարտունու շրջանի Եմիշճան գյուղում արբանյակային պատկերներով հաստատվել հայրենականին նվիրված հուշարձանի ամբողջական ոչնչացումը։ Արցախում իրականացվող վանդալիզմը միտված է հազարամյակների պատմություն ունեցող հայկական ներկայության ջնջմանը, փորձելով վերաշարադրել պատմությունը։ Պաշտպանության անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որի ժամանակ պետք է քննարկվեր բանակից այսպես ասված գումարով ազատվելու հարցը, հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանն ասել է, որ պետք է մանրամասն քննարկվի նախագիծը, որից հետո այն կընդգրկվի օրակարգում։ Գեղամ Մանուկյանն էլ իր հերթին հայտարարել է, որ իր համար անհասկանալի է, թե ինչու նիստի մեկնարկից 2 րոպե առաջ այն չեղյալ հայտարարեցին։ Իր հերթին օրինագծի հեղինակ Հայկ Սարգսյանն ասել է, որ հասարակությունը ոչ միայն դեմ չէ այս նախագծին, այլև սպասում է դրա ընդունմանը։ Նրա խոսքով այն կնպաստի հետախուզման մեջ գտնվող հայրենակիցների վերադարձին հայրենիք եւ կկանխի արտագաղթը։ Սարգսյանը պահանջել է, որ օրենքն ընդունվի մինչեւ հուլիսի 1-ը, ամառային զորակոչի սկիզբը։ Բալետային փառատոնի օրերից առաջ պետք է սկսել աշխատանքներ տանել հարակից ռեստորանների հետ, որպեսզի Մոսկվայի Բոլշոյ թատրոնի ներկայացման ժամանակ բարձրաձայն կլկլոցներ չլսենք։ Ցանկալի է այդ օրերին բոլորը համեստ չափի մեջ լինեն, որովհետև կարևոր միջոցառումներ են քաղաքում։ Բալետային փառատոնի օրերին դրանից առաջ սկսել աշխատանքներ տվյալ հատվածում ձորում գտնվող ռեստորանների հետ, որպեսզի Բոլշոյ թատրոնի ներկայացման ժամանակ նաև բարձրաձայն կլկլոցները չլսենք այդ հարթակից։ Ցանկալի է, որ մի փոքր այդ օրերին բոլորը իրենց այսպես ասած համեստ չափի մեջ լինեն, որովհետև շատ կարևոր միջոցառումներ են քաղաքում եւ խնդրում եմ համապատասխան աշխատանքներ տանել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները առաջընթաց է գրացել Իրանի հետ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում։ ԱՄՆ նախագահը հավելել է, որ մոտ ապագայում տեղի կունենան բանակցությունների եւս մեկ փուլ։ Կարծում եմ, որ մենք կարող ենք լավ նորություններ ունենալ իրանական ճակատում, մենք իրական առաջընթաց ունենք, լուրջ առաջընթաց, ասել է Թրամփը։ Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ բանակցությունների հաջորդ փուլի օրն ու վայրը դեռ հստակեցված չեն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հեռախոսազրույցից հետո որոշել է մինչև 2025 թվականի հուլիսին հետաձգել Եվրամիությունից ներմուծման 50% մաքսատուրքերը, որոնք նախատեսված էին սահմանել հունիսի 1-ից։ Թրամփի խոսքով ֆոն դեր Լայենը խնդրել է երկարաձգել ժամկետը բանակցությունները սկսելու համար, եւ ինքը համաձայնել է դա համարելով պատիվ։ Ֆոն դեր Լայենն իր հերթին նշել է, որ ԱՄՆ-ի հետ լավ զրույց է ունեցել եւ ընդգծել, որ Եվրամիությունը պատրաստ է արագ եւ վճռական բանակցությունների։ Ռուսաստանի Դաշնությունը գրոհել է Ուկրաինայի կարևոր ենթակառուցվածքներն ու ռազմաարդյունաբերական համալիրի օբյեկտները, պայթյունները շարունակվել են ամբողջ գիշեր։ Ռուսաստանի Դաշնությունը կիրառել է 298 հարվածային անօդաչու թռչող սարք, ինչպես նաև տարբեր տեսակի 69 բալիստիկ եւ թեւավոր հրթիռ, զոհվել է 12 մարդ։ Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինի հասցեին կոշտ հայտարարությամբ հանդես է եկել Դոնալդ Թրամփը, թեև ես միշտ էլ շատ լավ հարաբերություններ եմ ունեցել Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ, բայց պետք է խոստովանեմ, որ նրա հետ ինչ-որ բան է պատահել, նա լրիվ խելագարվել է, նշել է Թրամփը եւ պարզաբանել, եթե նա փորձի գրավել ամբողջ Ուկրաինան, դա կհանգեցնի Ռուսաստանի կործանմանը։ Թրամփն ասել է նաեւ, որ դիտարկում է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու հարցը։
Իսրայելի ռազմական հարվածների հետևանքով Գազայի հատվածում զոհվել է առնվազն 30 պաղեստինցի, այդ թվում փրկարար ծառայության բարձրաստիճան պաշտոնյա եւ լրագրող։ Ջաբալիայի մոթային հարվածը խոցել է լրագրող Հասան Մաջդի Աբու Վարթայի տունը, սպանելով նրան եւ ընտանիքի մի քանի անդամի։ Համասի կողմից ղեկավարվող Գազայի մամուլի գրասենյակը հայտնել է, որ 2023-ի հոկտեմբերից ի վեր սպանված պաղեստինցի լրագրողների թիվը հասել է 220-ի։ Թրամփը Truth Social-ում հրապարակել է իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի լուսանկարը, ում գոլֆ խաղալու ժամանակ կծել է կարապը։ Ես միշտ ասել եմ, որ գոլֆը կարող է վտանգավոր սպորտաձև լինել։ Լուսանկարին կից գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Վիետնամ կատարած այցի ժամանակ Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնը հարվածել է ամուսնու դեմքին։ Ինքնաթիռի դուռը շատ շուտ է բացվել եւ համացանցում հայտնվել են անհարմար կադրեր։ Տեսախցիկների ֆիքսած կադրերը բուռն քննարկումների առիթ են տվել։ Կադրերում երևում է, որ բացվում է նախագահական ինքնաթիռի դուռը։ Այդ պահին երևում է նրա կնոջ ձեռքը, որը թեթև հարված է հասցնում նախագահին։ Թայվանում ներկայացրել են աշխարհի ամենացածր ավտոմեքենան, այնքան ցածր, որ վարորդը ստիպված է եղել պարկել ավտոմեքենայի մեջ։ Սատանան կրում է Պրադա ֆիլմի երկար սպասված շարունակությունը պաշտոնապես ստացել է պրեմիերայի ամսաթիվը 2026 թվականի մայիսի 1-ը, թեև սյուժեի մանրամասները եւ դերասանական կազմը դեռ պահվում է գաղտնի։ Հիշեցնենք, ֆիլմը թողարկվել է 2006 թվականին եւ դարձել իսկական հիթ կինովարձույթում, հավաքելով ավելի քան $300 միլիոն եւ ձեռք բերելով պաշտամունքային կարգավիճակ նորաձևության ոլորտում։ Երևանի փոքր կենտրոնի եւ մի շարք փողոցներում երթևեկության փոփոխություններ են կատարվելու։ Քաղաքապետարանում քննարկվում է մի շարք փողոցներում երթևեկությունը դադարեցնելու կամ միակողմանի դարձնելու հարցը։ Որպես առաջին քայլ առաջարկվել է Հանրապետության հրապարակին հարող Աբովյան, Նալբանդյան եւ Արամի փողոցում կիրառել սահմանափակումներ, իսկ Խորենացի փողոցում էլ ներդրվելու են ավտոբուսային առանձնացված գծեր երկու ուղղությունով։ Կիրառվելու է նաեւ կայանման արգելք ներկայացված առաջարկներին արձագանքել է քաղաքապետ Ավինյանը։ Խոսքը իհարկե գնում է ավտոբուսային նոր գծերի եւ Սարյան փողոցը միակողմանի դարձնելու մասին, բայց հայեցակարգային կարևոր հարցը հետիոտնային հատվածները ավելացնելու վերաբերյալ կարծում եմ նույնպես մեր ամենակարևոր հարցերից մեկն է, որ կարծում եմ նվազագույնը այս տարի վերջնական որոշումներ պետք է կայացնենք, թե ինչ ուղղությամբ ենք շարժվում։ Ինձ թվում է ամբողջական պատկերն ունենալու համար մեզ նաեւ հարկավոր է հեծանվային ուղիները հասկանալ եւ ըստ այդմ արդեն ամբողջական պլան ունենալ, թե ինչպես ենք վերակազմակերպում փոքր կենտրոնի երթևեկությունը։ Հույզերի խաղ, էմոցիոնալ խորություն ու դինամիկ կոմպոզիցիա է փոխանցում իր կտավներով գույների վարպետը։ Աբովյանի հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանում ներկայացված են գեղանկարիչ Սամվել Սևադայի 80-ից ավելի գործեր։ Կույսի համաստեղություն խորագրով հետահայաց ցուցահանդեսին արվեստագետը երկար է պատրաստվել եւ կյանքի կոչել իր ծննդյան 75-ամյակին, նաեւ նվիրել Աբովյան քաղաքում իր 50-ամյա աշխատանքային ստեղծագործական ուղուն։ Ներկայացրել եմ 50 տարի առաջվա գործեր եւ մինչեւ այսօրով տարբեր ժամանակների աշխատանքներ կան այստեղ, իրանք տարբերվում են նույնիսկ գույնով, մտածողությամբ։ Գույնը որպես հույզի լեզու Սևադայի կտավներում գունային գամման պարզապես գեղարվեստական հնարք չէ։ Զգացողությունների, ապրումների ու հոգու լեզվի թարգմանն է։ Ամեն երանգ մի գաղափար, տրամադրություն կամ հոգեվիճակ է։ 30-ական տարիներից սիրահարված էի օխրա գույներին, այդպեսի գորշ գույներով էի նկարում եւ շատ սիրում էի։ Դրանից հետո անցավ մի շրջան, որ սկսեցի սյուրռեալիստական նկարներ նկարել, որ շատ տարված է Սալվադոր Դալիի գործերով։ Այս վերջի տարիները ավելի գունեղ, ավելի մոտս մի տեսակ այդպես վերածնունդ սկսվեց բան եւ այլն, սկսեցի ավելի գունեղ նկարներ նկարել, ոսկիներ կամ մեջը շատ հետաքրքիր կապույտներ, կարմիրներ։ Ամեն մի գույնը երեխեք նկարչության մեջ խոսում է։ Ամեն մի գույնը իր արտահայտչա միջոցն ունի, այսինքն իր նույնիսկ միտքը ունի։ Սևադայի գեղարվեստական ձեռագրին շատերն են ծանոթ, արվեստագետը շուրջ 30 անհատական ցուցահանդես է ունեցել աշխարհի տարբեր երկրներում, Միացյալ Նահանգներում, Կանադայում, Լեհաստանում, Էստոնիայում, Ռուսաստանում եւ այլուր։ Նա տեսնում ու պատկերում է կյանքը իր ելևէջներով։ Կտավներից առանձնացնում է այս մեկը, որ ստեղծել է Չարենցի բանաստեղծության մոտիվներով։ Ետ կնայես ու կճիչած կարոտից ջինջ արցունքներ կճաճանչեն, կմարեն։ Այդ բանաստեղծության մոտիվներով ասա նկարած։ Նկարել եմ մի քանի անգամ այս նկարը, բայց տարբեր
վարիացիաներով։ Լույս, գույն ու դրական էմոցիաներ է ուզում փոխանցել գեղանկարիչը բոլոր արվեստասերներին։ Սևադայի կտավները դիտելիս ակամայից զգում ես, որ գույները ոչ միայն ոգեշնչող են, այլև խոսում են քեզ հետ հոգիդ լցնելով, դարձնելով նրա արվեստը յուրահատուկ եւ ճանաչելի։ Համավարակ համաճարակի բռնկման դեպքում ինչ ենք անելու, պետությունը COVID-ի դառը փորձից հետո պատրաստ է այդ օրինակ արտակարգ վիճակներին։ Առողջապահության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացնում համավարակի եւ համաճարակի պատրաստվածության եւ արձագանքման պլան, որ բոլորն իմանան, թե ինչ պետք է անեն, խառնաշփոթ չլինի, պետական, տեղական ինքնակառավարման մարմիններն ու հնարավոր մյուս կառույցները տեղյակ լինեն, ինչ են անելու, ինչպես են նման պայմաններում փոխգործակցելու։ Վերջին տարիների փորձը, այդ թվում COVID-19 համավարակը ցույց տվեց, որ համաճարակային եւ համավարակային իրավիճակների կանխարգելման, արձագանքման եւ վերականգնման գործընթացները պահանջում են համալիր, համակարգված եւ ռազմավարական մոտեցում։ Առողջապահական արտակարգ իրավիճակներին պատշաճ արձագանքելու համար անհրաժեշտ է ունենալ միացյալ գործողությունների հստակ ծրագիր, որը սահմանում է գործառույթներ, պատասխանատվության շրջանակներ եւ փոխգործակցության մեխանիզմներ։ Այն, որ համավարակ համաճարակի դեպքերի համար մեր երկրի գործողությունների պլան է անհրաժեշտ, առողջապահության մասնագետները նշում են օդ ու ջրի նման։ Նրա բացակայության դեպքում անգամ պարզ դեպքերը կարող են վերածվել ճգնաժամի, փորձառու մասնագետների աշխատանքն էլ կդառնա անարդյունավետ։ Ի վերջո, պլանը պարզապես փաստաթուղթ չէ, այլ գործիք իրավիճակն արագ գնահատելու, որոշում կայացնելու եւ գործելու, պնդում են նրանք ու հավելում. շատ ենք ուշացրել։ Դա պետք է ստեղծվեր գոնե COVID-ի մեկնարկից, գոնե 2-3 ամիս հետո, սակայն մենք ականատես ենք լինում, որ 5 տարի COVID-ից հետո նոր որոշել է, որ պետք է ունենալ այդ պլանը։ Խիստ խնդրահարույց է, այսինքն մենք արձանագրում ենք, որ համաճարակաբանական վերահսկողությունը Հայաստանի Հանրապետություն առ այսօր չի կատարվում համապատասխան պլանի, համապատասխան գործելակարգերով եւ համապատասխան գերատեսչությունների աշխատանքների համակցման արդյունքում։ Փորձագետի գնահատմամբ առողջապահական պատասխանատուների նախագիծը դեռ ամբողջական չէ, ենթաօրենսդրական ակտեր պետք կգան։ Խնդիրները կային աշխատանքային կազմակերպման հետ կապված ենթաօրենսդրական, օրինակ հստակ գործողությունների թերացում կար տեսչական մարմինների հետ կապված, ունենալի անվտանգության տեսչության, առողջապահության տեսչության եւ նաեւ թիմ կառույցների կապված էր աշխատանքային ավելի քիչ ընդգրկվածության հետ։ Իդեպ Գեղարքունիքի Չկալովկա գյուղում բրուցելոզի դեպքեր են գրանցվել։ Սննդամթերքի տեսչականից փոխանցում են իրավիճակն առայժմ վերահսկելի է։ Հիվանդ կենդանիներին հարկադիր սպանդի են ենթարկել, ախտահարել։